Մինչ վերջին օրս չեմ մոռանա այն, ինչ տեսա նրա աշխատասենյակում, ասում է նախագահական վարչակազմի նախկին աշխատակիցը, որի ձեռքերը դեռ դողում են 30 տարի անց, ինչ գիտեր այս մարդը, ինչը մենք չգիտենք։ Այս երեկո 3 նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ առաջին անգամ խոսում են տասնամյակներ պահած գաղտնիքների մասին, նրանց բացահայտումները փոխելու են այն ամենը, ինչ կարծում էիք, որ գիտեք առաջին նախագահի կյանքի մասին։ Որովհետև իշխանության պալատներում կային գաղտնիքներ, որոնք խստորեն պահվում էին նույնիսկ ամենամերձավոր խորհրդականներից, ով էր այն կինը, ով 30 տարի մնաց ստվերում, ինչու Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը հազվադեպ էր ի հայտ գալիս հանրային միջոցառումներում, եւ ամենակարևորը, ինչ գաղտնիք էր թաքցնում առաջին ընտանիքը, Երանը, 1991 թվականի աշուն, Հայաստանը նոր էր ստացել անկախությունը, եւ Լոն Տեր-Պետրոսյանը դարձավ առաջին նախագահը, բայց այն, ինչ մարդիկ չգիտեին, ինչ-որ մեկը արդեն իսկ փոխել էր նրա կյանքը, ըստ վարչակազմի ներսիդերների պատմությունների նախագահական պալատում աշխատում էր երիտասարդ կին, ով ավելի հաճախ էր տեսնվում Տեր-Պետրոսյանի աշխատասենյակում, քան պետք էր ծառայողական պարտականությունների համար։ Աղբյուրները հիշում են, թե ինչպես նա մուտք էր գործում նախագահական ընդունելության սրահ առանց նախնական գրանցման, ինչպես անվտանգության ծառայության պետերը հատուկ հրահանգներ էին ստացել նրա մասին, մենք բոլորս տեսնում էինք, բայց ոչ ոք չէր խոսում, հիշում է։ Նախագահական անվտանգության նախկին աշխատակիցը, այս կինը լինում էր նիստերում, երբ նույնիսկ նախարարներին թույլ չէին տալիս մասնակցել, նա ճանապարհորդում էր նախագահական պատվիրակության հետ արտասահման, երբ նույնիսկ Լյուդմիլան չէր ուղեկցում ամուսնուն։ Ըստ իշխանության միջավայրերում շրջող բամբասանքների, նրա ազդեցությունը նախագահի վրա անհամեմատ ավելին էր, քան պարզապես խորհրդականի դերը, պալատում նույնիսկ շփոթված էին, ով է իրականում ազդում կարևոր որոշումների վրա, բայց ով էր այս կինը, նախագահական արխիվներում նրա անունը երում է միայն որպես հատուկ խորհրդական հարցերով։ Պաշտոնական լուսանկարներում նա երբեք չի երում առաջին պլանում, սակայն անվտանգության ծառայության հին տեղեկագրերը պարունակում են մանրամասն տեղեկություններ նրա մուտքերի ու ելքերի մասին պալատից, այս փաստաթղթերը ցույց են տալիս, որ նա գիշերները մնում էր աշխատել, երբ բոլոր պաշտոնական աշխատակիցները արդեն հեռանում էին, ով էր սահմանափակում այս տեղեկությունները, ինչու անվտանգության ծառայության պետերը անձամբ վերահսկում էին այս գաղտնիությունը, իշխանության միջավայրերում սկսեցին հարցեր առաջանալ, ինչու առաջին տիկինը այնքան հազվադեպ էր երում հանրային միջոցառումներում, Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը, մարդ, ով ամուսնացել էր Լոնի հետ դեռ խորհրդային ժամանակներում, աստիճանաբար հեռացավ հասարակական կյանքից, նախկին պաշտոնյաները հիշում են, որ նա երբեմն շաբաթներ չէր երում պալատում, ընտանեկան ընթրիքներում, որտեղ ներկա էին արտերկրյա պատվիրակներ, նա հազվադեպ էր մասնակցում, արդյոք սա էր պարզապես նրա անձնական ընտրությունը, թե ինչ-որ բան ավելին, Լյուդմիլան գիտեր ամեն ինչ, բայց լռում էր, ըստ պալատի ներսից աղբյուրի, ընտանիքի մերձավոր ընկերները պատմում են, որ առաջին տիկինը մի քանի անգամ փորձել է խոսել ամուսնու հետ այն մասին, ինչ շրջապատում բոլորը գիտեին։ Բայց Տեր-Պետրոսյանը յուրաքանչյուր անգամ խուսափում էր այս զրույցից, նա վստահեցնում էր, որ սա ծառայողական հարաբերություններ են, որ այդ կինը պարզապես նրան օգնում է արտաքին քաղաքականության բարդ հարցերում։ Սակայն անվտանգության ծառայության հին աշխատակիցները հիշում են այլ փաստեր, 1992 թվականի գարնա երեկո մի դեպք տեղի ունեցավ, որը պալատի աշխատակիցները հիշում են մինչ օրս, Լյուդմիլան անսպասելի եկավ նախագահական աշխատասենյակ, որտեղ նիստ էր ընթանում, ըստ ներկաների պատմությունների, միակ կինը աշխատասենյակում էր այն հատուկ խորհրդականը, Լյուդմիլան մտավ առանց զգուշացման։ Նախագահի դեմքը սպիտակեց, խորհրդականը արագ հավաքեց փաստաթղթերը եւ լքեց սենյակը, այդ երեկո պալատում ոչ ոք չքնեց, բոլորը սպասում էին, թե ինչ է լինելու, սակայն այդ ամենից հետո Լյուդմիլան ավելի հազվադեպ եկավ պալատ, իսկ հատուկ խորհրդականը ավելի զգույշ դարձավ։ Բայց արդյոք սա միայն պալատի ներսում էր ընթանում, աղբյուրները խոսում են, որ Երանի կենտրոնում գտնվող հատուկ բնակարանը պատկանում էր ոչ թե պաշտոնական մարմնի, այլ անձամբ նախագահական վարչակազմին, այս բնակարանը չէր գրանցված պետական գույքի ցանկերում։ Անվտանգությունը այնտեղ էր ապահովում հատուկ խումբը, որի հրամանատարը անմիջականորեն հաշվետվություն էր տալիս միայն նախագահին, այդ շենքի բնակիչները հիշում են, որ գիշերները հաճախ հայտնվում էր նախագահական մեքենան, պաշտպանները չէին թողնում ոչ ոքի մոտենալ, առաջին տիկինը, այնուամենայնիվ, փորձեց պահպանել ընտանեկան երեսը, պաշտոնական միջոցառումներում, երբ հարկադրված էր ներկա գտնվել, նա ժպտում էր լուսանկարիչներին, բայց մերձավոր ծանոթները նշում են, որ նրա աչքերում չկար կյանքը, Լյուդմիլան աստիճանաբար փակվեց իր աշխարհում, նա ավելի շատ ժամանակ սկսեց անցկացնել որդու, Դավիթի հետ, ըստ ընտանիքի ընկերների վկայությունների, նա երբեք բարձրաձայն չբողոքեց, չհայտարարեց
Ամուսնալուծության մասին ընդունեց իր ճակատագիրը լռությամբ, բայց արդյոք սա նշանակում էր, որ նա ներել էր։ Պալատի աշխատակիցները հիշում են, որ երբ Տեր-Պետրոսյանը հեռանում էր արտասահման, Լյուդմիլան երբեք չհարցնում էր, ով է ուղեկցում։ Նա չէր ուզում իմանալ, թե նախագահական պատվիրակության մեջ ով է ներառված, ըստ դիվանագիտական աղբյուրների, մի քանի արտասահմանյան այցերի ժամանակ հատուկ խորհրդականը մնում էր նույն հյուրանոցում, որտեղ նախագահը, այս փաստը չփակվեց արտաքին աշխարհից, և մի քանի արտերկրյա լրագրողներ փորձեցին հետազոտել, բայց նրանց վիզաները արագորեն հանձնվեցին դեպի Երևան, ոչ մի հոդված երբեք չտպվեց, ով էր իրականում այս խորհուրդ կինը, ինչպես նա հայտնվեց նախագահական պալատում, և ամենակարևորը, արդյոք այս հարաբերությունը ազդեց նախագահի քաղաքական որոշումների վրա։ Երբ խոսում ենք իշխանության գաղտնիքների մասին, պետք է վերադառնալ սկզբին, 1990 թվականին, երբ Տեր-Պետրոսյանը դեռ Գերագույն խորհրդի նախագահ էր, նա կազմավորում էր իր թիմը։ Ըստ նրա մերձավոր աշխատակիցների վկայությունների, նա հատուկ ուշադրություն էր դարձնում նրանց, ովքեր խոսում էին օտար լեզուներ, արտաքին քաղաքականությունը դառնում էր առաջնահերթություն անկախացած Հայաստանի համար, և այստեղ է հայտնվում նա, կինը, ով փոխեց ամեն ինչ։ Նախկին աշխատակիցները հիշում են, որ նա առաջին անգամ հայտնվեց իբր թարգմանչուհի միջազգային համաժողովի ժամանակ, նրա ֆրանսերենը կատարյալ էր, անգլերենը ավելի լավ, քան շատ դիվանագետների, բայց ամենակարևորը նրա քաղաքական վերլուծությունների խորությունն էր։ Տեր-Պետրոսյանը մարդ, ով ինքն էր պատմաբան և գիտնական, առաջին անգամ հանդիպեց մեկին, ով հասկանում էր նրա մտածելակերպը, ով կարող էր կանխատեսել նրա հարցերը, ով տիրապետում էր միջազգային քաղաքականության դրվագներին այնպես, որ նույնիսկ փորձառու դիվանագետները զարմանում էին, նա չէր պարզապես թարգմանություն անում։ Հիշում է մի նախկին նախարար, նրանք միասին վերլուծում էին Արմուտքի քաղաքականությունը, Ռուսաստանի ռազմավարական շահերը, Թուրքիայի դիրքորոշումները Արցախյան հակամարտությունում, գիշերները նրանք աշխատում էին աշխատասենյակում, երբ պալատն արդեն դատարկ էր։ Պաշտոնական արձանագրություններում գրվում էր աշխատանքային հանդիպում, բայց անվտանգության ծառայությունը գիտեր, որ այս հանդիպումները տում էին երբեմն մինչ առավոտյան ժամը 3-4-ը, Լյուդմիլան տեսնում էր, թե ինչպես ամուսինը փոխվում է։ Արդեն իսկ զբաղված քաղաքական ճգնաժամերով, Արցախյան պատերազմով, տնտեսական կոլապսով, նա դառնում էր ավելի փակ, ավելի քիչ ժամանակ էր անցկացնում ընտանիքի հետ, երբ Լյուդմիլան փորձում էր խոսել, նա պատասխանում էր, որ պետության ճակատագիրն է կախված նրա որոշումներից, որ չունի ժամանակ անձնական խնդիրների համար, բայց իրականում նա ժամանակ ուներ այդ կնոջ համար։ Ամեն երեկո, ամեն գիշեր, պալատի աշխատակիցները սկսեցին նկատել փոփոխություններ։ Նախագահը դարձավ ավելի խստագույն անվտանգության պահանջներով, հատուկ հրահանգ տրվեց, նրա աշխատասենյակի շուրջը որոշակի ժամերին ոչ ոք չպետք է լիներ, նույնիսկ մաքրուհիները չէին թողնվում մինչ հատուկ ազդանշանը։ Երբ նախագահական մեքենան մեկնում էր պալատից ուշ գիշերները, պաշտպանները ստանում էին հրահանգ այլ երթուղի ընտրելու, ճամփորդությունները չէին գրանցվում պաշտոնական տեղեկագրերում, ով էր թույլ տալիս այս ամենը, ով էր պաշտպանում այս գաղտնիքը այդքան խստորեն, արդյոք Տեր-Պետրոսյանը միայնակ էր այս որոշումներում, թե նրան ինչ-որ մեկը խորհուրդ էր տալիս։ 1993 թվականին Հայաստանը տառապում էր էներգետիկ ճգնաժամից, Երանը գիշերները մութ էր, մարդիկ ցրտից մահանում էին ձմռանը, բայց նախագահական պալատում լույսերը միշտ վառ էին։ Ըստ էլեկտրոէներգիայի ծառայության հին աշխատակիցների վկայությունների, պալատի համար էր հատուկ գիծ, որը երբեք չէր անջատվում, այդ շենքում էլեկտրաէներգիան էր անընդհատ, մինչդեռ մայրաքաղաքի մնացած մասում մարդիկ ով էին ապրում։ Սակայն ավելի հետաքրքիր է այն, որ այդ հատուկ գիծը սնուցում էր նա մեկ այլ հասցե, Երանի կենտրոնային շրջանում գտնվող բնակարանը։ Այս բնակարանը պաշտոնապես գրանցված էր որպես արտաքին հյուրերի համար, բայց արտասահմանից ժամանած պաշտոնյաները երբեք չէին մնում այնտեղ, այստեղ մնում էր միայն մեկը, հատուկ խորհրդականը։ Շենքի հարանները հիշում են, որ գիշերները երբեմն տեսնում էին պրեզիդենտական մեքենան, անվտանգության աշխատակիցները չէին թողնում ոչ ոքի մոտենալ, նույնիսկ երբ մարդիկ փորձում էին հարցնել, ով է բնակվում այդ բնակարանում, նրանց խստորեն զգուշացնում էին չխառնվել։ Պետական անվտանգության նախկին աշխատակիցը, ով պայմանով համաձայնել է խոսել անանուն, հիշում է մեկ դրվագ, 1994 թվականին, երբ Արցախյան պատերազմը դեռ ընթացքի մեջ էր, Տեր-Պետրոսյանին հասավ տեղեկություն, որ թուրք հետախուզությունը փորձում է տեղեկություններ հավաքել նրա անձնական կյանքի մասին, նախագահը անմիջապես հրամայեց ուժեղացնել անվտանգությունը ոչ թե իր ընտանիքի, այլ այդ կնոջ շուրջը, հատուկ խումբ էր նշանակվել միայն նրա պաշտպանության համար, ինչու՞։ Նախագահը այդքան անհանգստացավ հենց այդ մարդու համար, նա չէր ուզում, որ թուրքերը բան իմանան, ասում է աղբյուրը, եթե այս տեղեկությունը հրապարակվեր։
կարող էր ազդել միջազգային բանակցությունների վրա, Թուրքիան կարող էր օգտագործել սա որպես քարոզչական զենք, արմուտքը կարող էր կասկածի տակ առնել Տեր-Պետրոսյանի վստահելիությունը։ Այդ պատճառով Անվտանգության ծառայությունը ստացավ անսահմանափակ լիազորություններ պահպանել գաղտնիքը ցանկացած գնով, բայց Հայաստանը փոքր երկիր է, գաղտնիք այստեղ երկար չի մնում, լրագրողները սկսեցին խոսել, ընդդիմության ներկայացուցիչները հարցնել։ 1995 թվականին նախագահական ընտրությունների նախօրեին մի քանի թերթեր փորձեցին տպել հոդվածներ, բայց դրանք երբեք չհասան ընթերցողին, տպարանները հրաժարվեցին տպել, խմբագիրները ստացան զգուշացումներ, մի լրագրող նույնիսկ ստիպված եղավ հեռանալ երկրից, ով էր կազմակերպում այս ճնշումները, ով էր վերահսկում, որ ոչ մի տող չհրապարակվի այս թեմայով, իշխանության ներսում սկսեցին ճեղքվածքներ ելալ, մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ չէին համաձայն, որ նախագահի անձնական կյանքը ազդում է պետական որոշումների վրա, նրանք տեսնում էին, թե ինչպես այդ կինը մասնակցում է քննարկումներին, որոնք պետք է մնային խստորեն գաղտնի, ինչպես նրա կարծիքը հաշվի է առնվում կարոր նշանակումներում։ Ըստ ներսիդերների վկայությունների մի քանի նախարար նույնիսկ փորձել է խոսել Տեր-Պետրոսյանի հետ այս մասին, նրանց պատասխանը եղել է լրիվ լռություն, իսկ հետո հեռացում պաշտոններից 1996 թվականին։ Նախագահական ընտրությունների հաղթանակից հետո Տեր-Պետրոսյանի վարքագիծը դարձավ ավելի փակ, նա հազվադեպ էր ընդունում հարցազրույցներ, ընտանեկան հարցերի մասին խոսելիս դառնում էր նյարդայնացած, երբ լրագրողները հարցնում էին Լյուդմիլայի մասին, նա փոխում էր թեման, առաջին տիկինը գրեթե չէր երում հրապարակում։ Ընտանեկան լուսանկարները դարձել էին հազվագյուտ, երբ էր վերջին անգամ, որ հանրությունը տեսավ նրանց միասին, պալատի ներսում անհանգստությունն աճում էր, աշխատակիցները հարցնում էին, արդյոք նախագահը կորցնում է կապը իրականության հետ, արդյոք նրա որոշումները արդեն ազդված են անձնական հույզերից իշխանությունն անցնում է հանրային շահից դեպի անձնական նախապատվություններ, եւ ահա ամենակարևոր հարցը, արդյոք այս հարաբերությունը դեր խաղաց 1998 թվականին, երբ Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց։ Երբ նա հեռացավ իշխանությունից անսպասելի եւ արագ, երբ նա ասաց, որ չի կարող շարունակել։ Քանի որ իր հայացքները չեն համընկնում իշխող վերնախավի հետ, բայց արդյոք դա ամբողջ ճշմարտությունն էր, Անվտանգության ծառայության հին աշխատակիցները հիշում են, որ 1998 թվականի հունվարին, քանի դեր առաջ հրաժարականից, Տեր-Պետրոսյանը հրավիրեց մի գաղտնի հանդիպում, ներկա էին միայն երկու մարդ, նա եւ այդ կինը, նրանք խոսեցին ավելի քան 3 ժամ, ըստ աղբյուրների նրանք քննարկում էին ոչ թե քաղաքական իրադրությունը, այլ անձնական ապագան, ինչ կլիներ, եթե Տեր-Պետրոսյանը հեռանար իշխանությունից, ինչ կլիներ նրանց հարաբերությունների հետ, նա պետք է ընտրեր իշխանությունը, թե այդ կինը, ասում է աղբյուրը, եւ Տեր-Պետրոսյանը ընտրեց հեռանալ, ոչ թե պարտվելու պատճառով, այլ ինքը հեռանալու որոշմամբ, արդյոք դա նշանակում է, որ նա հավատարիմ մնաց իր զգացմունքներին կամ կորցրեց քաղաքական պայքարը։ Հրաժարականից հետո Տեր-Պետրոսյանը փակվեց իր տանը, նա հազվադեպ էր ներկայանում հրապարակում, Լյուդմիլայի հետ նրանք շարունակեցին ապրել մեկ տանիքի ներքո, բայց ըստ ծանոթների վկայությունների նրանք ապրում էին գրեթե որպես օտարներ, արդյոք առաջին տիկինը երբևէ ների նրան, արդյոք նրանք խոսեցին իրական խոսակցությամբ այն մասին, ինչ պատահեց, իսկ այդ կինը, հատուկ խորհրդականը, նա անհետացավ հրապարակից, նրա անունը այլևս չհնչեց իշխանական միջավայրերում, ըստ մի քանի աղբյուրների նա հեռացավ Հայաստանից անմիջապես Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո, ուրիշները պնդում են, որ նա մնաց Երանում, բայց անցավ լրիվ ստվերում, ինչ եղավ նրան, արդյոք Տեր-Պետրոսյանը շարունակեց տեսնվել նրա հետ, ընտրությունն իշխանության եւ սիրո միջև կարող է լինել իսկական, կամ դա միշտ պարտադրված է հանգամանքներից։ 30 տարի անց մենք դեռ չգիտենք պատասխանը։ Բայց պատմությունը սկսվեց ավելի վաղ, ամեն մեծ հարաբերություն ունի իր ակունք, եւ այս դեպքում սկիզբը վերադառնում է դեպի 1980-ական թթ. վերջ։ Երբ խորհրդային համակարգը տրոհվում էր, երբ Հայաստանում սկսվեց Արցախյան շարժումը, երբ Լոն Տեր-Պետրոսյանը դեռ պարզապես պատմաբան էր Մատենադարանում, ըստ նախկին գործընկերների վկայությունների, Տեր-Պետրոսյանը միշտ էլ եղել է փակ մարդ։ Նա քիչ էր խոսում իր անձնական կյանքի մասին, Լյուդմիլայի հետ նրանք ամուսնացել էին դեռ երիտասարդ հասակում, նրանց ամուսնությունը համարվում էր կայուն, թե ոչ հատուկ ջերմ, նրանք կիսվում էին միասին մտավոր հետաքրքրություններով, գրքերով, պատմությամբ, արվեստով, բայց գրքերում գենացիալ զգացմունքներում, երբ 1988 թվականին Տեր-Պետրոսյանը ընտրվեց Արցախյան շարժման առաջնորդներից մեկը, նրա կյանքը փոխվեց, հանրահավաքներ, ելույթներ, բանտ, հետո ազատում եւ քաղաքական աղքատ։
Լյուդմիլան աջակցում էր նրան, բայց հեռվից, նա երբեք չէր սիրում լինել լուսարձակի ներքո, նա նախընտրում էր մնալ տանը, խնամել որդուն, դա նրա ընտրությունն էր, կամ պարզապես նրա բնավորությունը, 1990 թվականին։ Երբ Տեր-Պետրոսյանը դարձավ Գերագույն խորհրդի նախագահ, նրա օրերը դարձան 16-ժամյա աշխատանք, նա քնում էր աշխատասենյակում, սնվում էր կանգնած, Լյուդմիլան տեսնում էր ամուսնուն հազվադեպ, եւ երբ տեսնում էր, նա հոգնած էր եւ լարված։ Նրանց զրույցները դառնում էին կարճ, հարաբերությունները պաշտոնական, եւ ահա այստեղ է որ հայտնվեց նա, մի կին, ով հասկանում էր քաղաքական խաղերը, ով խոսում էր նույն լեզվով, որով Տեր-Պետրոսյանը, ով ոչ թե պահանջում էր ուշադրություն, այլ ընդհակառակը, տալիս էր տարածություն, բայց մինույն ժամանակ էլ մոտիկ էր, նա հայտնվում էր աշխատասենյակում, երբ ցերեկն անցնում էր գիշերի, նա բերում էր թեյ, երբ բոլորը հեռանում էին, նա լսում էր, երբ Տեր-Պետրոսյանին պետք էր խոսել, նա գտավ նրա մեջ ոչ թե սիրահար, այլ ընկեր, ասում է մեկը, ով նրանց ճանաչում էր այդ տարիներին, եւ դա հավանաբար ավելի վտանգավոր էր, քան պարզ սեռական հարաբերությունը, քանի որ ընկերությունը կարող է լինել ավելի խորը քան գրքը, երբ դու գտնում ես մարդուն, ով իսկապես հասկանում է քեզ, դու չես կարող պարզապես հրաժարվել։ Լյուդմիլան զգում էր այս փոփոխությունը, նա տեսնում էր, թե ինչպես ամուսինը վերադառնում է տուն ավելի թեթ տրամադրությամբ, քան երբ հեռանում էր։ Ինչպես նա շարունակում էր աշխատել խոր գիշերներին, բայց այլս չէր գանգատվում հոգնածությունից, ինչպես նա սկսեց ավելի շատ ուշադրություն դարձնել իր արտաքին տեսքին, փոքր նշաններ, որոնք կինը միշտ նկատում է, բայց Լյուդմիլան որը ընտրեց։ Նա կարող էր բողոքել, նա կարող էր պահանջել բացատրություններ, բայց նա մնաց լուռ, արդյոք սա նրա թույլությունն էր, թե ուժը, արդյոք նա հաշվեց, որ այս փուհար կանցնի, կամ նա պարզապես չուզեց ավելացնել ճնշումը ամուսնու վրա, ով արդեն իսկ կրում էր ամբողջ երկրի բեռը իր ուսերին, ընտանեկան ծանոթներ պատմում են, որ Լյուդմիլան երբեք չարտահայտեց դառնություն կամ վրեժխնդրություն, նա շարունակեց վարել տան գործերը, նա շարունակեց հոգալ որդու մասին, նա շարունակեց լինելը առաջին տիկին, երբ դա պահանջվում էր, բայց նրա աչքերում բոլորը տեսնում էին ցավը, որը երբեք չէր արտահայտվում բառերով, արդյոք մարդ կարող է ապրել երկու կյանք միաժամանակ, արդյոք հնարավոր է պահպանել երկու հարաբերություն, պաշտոնական ամուսնությունը եւ գաղտնի կապը, առանց մեկի կամ մյուսի զգացմունքները քանդելու։ Տեր-Պետրոսյանը փորձեց, նա շարունակեց բնակվել Լյուդմիլայի հետ, շարունակեց հանդես գալ որպես ամուսնացած մարդ, բայց նրա սիրտը եւ մտքերը գրավված էին մեկ ուրիշի կողմից, պալատի աշխատակիցները հիշում են, թե ինչպես Տեր-Պետրոսյանի տրամադրությունը կախված էր նրա հանդիպումներից այդ կնոջ հետ։ Երբ նրանք միասին էին աշխատում, նա էներգիայով էր լցված, երբ նա մի քանի օր բացակայում էր։ Տեր-Պետրոսյանը դառնում էր լուռ եւ նյարդայնացած, սա այլևս չէր պրոֆեսիոնալ հարաբերություն, ասում է նախկին աշխատակիցը, սա դարձել էր ախտացում կախված, եւ կախվածությունը քաղաքական առաջնորդի համար վտանգավոր է, իսկ պետությունը, արդյոք այս գաղտնի հարաբերությունը ազդեց Հայաստանի ճակատագրի վրա, կան նշաններ, որ այո, 1994 թվականին, երբ Արցախյան պատերազմը դադարեցվեց, Տեր-Պետրոսյանը որոշումներ էր կայացնում, որոնք շատերին անհասկանալի էին։ Նա մերժեց որոշակի ռազմական գործողություններ, որոնք կարող էին Հայաստանին ավելի ուժեղ դիրք տալ բանակցություններում, ով էր խորհուրդ տալիս նրան այս համաձայնագիրը, ով էր նրա կողքին այդ ժամանակ, աղբյուրները պատմում են, որ այդ կինը մասնակցել է մի քանի գաղտնի բանակցություններին միջազգային դիվանագետների հետ, թե պաշտոնապես նա դեռ էր թարգմանչուհի։ Նրա դերը շատ ավելին էր, նա ազդում էր բանակցությունների ընթացքի վրա, նրա վերլուծությունները Տեր-Պետրոսյանը հաշվի էր առնում ավելի շատ, քան նախարարների, երբ թարգմանիչն է դառնում քաղաքականության ճարտարապետը, անվտանգության ծառայության տեղեկագրերը, որոնք հետագայում արտահոսել են, ցույց են տալիս, որ նա ներկա էր եղել այնպիսի նիստերի վրա, որտեղ նույնիսկ պաշտպանության նախարարը չէր հրավիրվել, նա ճանապարհորդել է Տեր-Պետրոսյանի հետ Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ։ Նրա անունը հաճախ է հանդիպում հատուկ գաղտնի հաշվետվություններում, որոնք նախատեսված էին միայն նախագահի համար, ով է թույլ տվել այս ամենը, ով է տվել այս լիազորությունները մեկին, ով պաշտոնապես չունի որևէ պաշտոն, պատասխանը պարզ է, իշխանությունը, երբ դու ես նախագահը, դու կարող ես որոշել, թե ով է կարող լինել քո կողքին, բայց մինույն ժամանակ դու պատասխանատվություն ես կրում այն որոշումների համար, որոնք կայացվում են ոչ միայն քաղաքական տրամաբանությամբ, այլ անձնական կապվածությամբ 1995 թվականի Սահմանադրական հանրաքվեից հետո Հայաստանում նախագահական համակարգն ավելի ուժեղացավ, Տեր-Պետրոսյանը ստացավ լայն լիազորություններ։ Նա կարող էր նշանակել եւ ազատել պաշտոններից առանց խորհրդարանի համաձայնության, եւ այս իշխանությունը նա օգտագործեց նա իր գաղտնի հարաբերությունը պաշտպանելու համար, ամեն մարդ, ով փորձում էր բացահայտել այս գաղտնիքը, հեռացվում էր պաշտոններից։
Ամեն լրագրող, ով փորձում էր հետազոտել, ստանում էր զգուշացում, ամեն աղբյուր, ով խոսում էր, ապա լուր էր դառնում, ինչ միջոցներ են օգտագործվել, որ այս գաղտնիքը պահվի 30 տարի, պետական անվտանգության նախկին բարձրաստիճան աշխատակիցը հիշում է մեկ դեպք, որը պատահեց 1996 թվականին։ Մի օտարերկրյա լրագրող հարցազրույց վերցրեց մի քանի մարդկանցից, ովքեր պնդում էին, որ տեղյակ են նախագահի գաղտնի կյանքին, հարցազրույցները նկարահանված էին, նյութերը պատրաստ էին հեռարձակման, բայց մի օր նախքան հեռարձակումը հայ գործընկերները այդ լրագրողին հանդիպեցին հյուրանոցում, նրանք չպարզեցին, բայց մտերիմորեն խորհուրդ տվեցին հեռանալ, հիշում է աղբյուրը, լրագրողը հեռացավ առավոտյան, նկարահանված նյութերը մնացին երանում և երբեք չգտնվեցին։ Հարցազրույցներ տված մարդիկը հետո ասացին, որ սխալմամբ են խոսել, որ նրանք սխալ էին հասկացվել, ով էր համոզել նրանց փոխել իրենց պատմությունները, ինչ կլինի երկրի հետ, երբ անհատական հարաբերությունները դառնում են ավելի կարևոր, քան պետական շահերը, արդյոք Տեր Պետրոսյանը դեռ մտածում էր Հայաստանի մասին, երբ նա կայացնում էր որոշումներ իր հարաբերությունը պաշտպանելու համար, բայց 1997 թվականին ինչ-որ բան փոխվեց, ըստ պալատի ներսից աղբյուրների, Տեր Պետրոսյանը դարձավ ավելի մտահոգ։ Նա սկսեց խոսել Արցախի հարցում զիջումների մասին, նրա հայտարարությունները շոկեցին հասարակությանը, ինչու՞։ Նախագահը, ով 5 տարի պաշտպանել էր Արցախի անկախությունը, հանկարծ սկսեց խոսել փոխզիջումների մասին, ով էր ազդում նրա վրա այդ ժամանակ, պաշտպանության նախարարություն աղբյուրները հիշում են, որ այդ ամիսներին Տեր Պետրոսյանը հազվադեպ էր խորհրդակցում ռազմական ղեկավարության հետ։ Նա ավելի շատ ժամանակ անցկացնում էր փակ դռների հետում, միայն մեկ մարդ ուներ անսահմանափակ մուտք այդ հանդիպումներին, այն կինը, ով պաշտոնապես դեռ էր արտաքին հարցերով խորհրդական։ Նրա վերլուծությունները արցախյան հակամարտության մասին դառնում էին ավելի կարևոր, քան զինվորական հաշվետվությունները, նա համոզում էր նախագահին, որ պատերազմը չի կարող լինել լուծում, ասում է նախկին դիվանագետը, նա ներկայացնում էր միջազգային ճնշման սցենարներ, տնտեսական շրջափակման հետանքները, Ռուսաստանի հնարավոր արձագանքը։ Եվ Տեր Պետրոսյանը լսում էր, նա լսում էր ավելի շատ, քան իր սեփական նախարարներին, քանի որ նա վստահում էր ոչ թե պաշտոնին, այլ մարդուն։ Սեպտեմբեր 1997-ին Տեր Պետրոսյանը հրապարակեց իր հայտնի հոդվածը «Պատերազմ թե խաղաղություն»։ Հոդվածը պաշտպանում էր Արցախի հարցում փոխզիջումների անհրաժեշտությունը, հասարակությունը ցնցվեց, ընդդիմությունը պահանջեց հրաժարական, բայց ամենաուժեղ հարվածը եկավ ներսից, պաշտպանության և ազգային անվտանգության նախարարներից։ Վազգեն Սարգսյանը և Սերժ Սարգսյանը բացահայտ դեմ էին այս քաղաքականությանը։ Պալատի աշխատակիցները հիշում են, որ այդ օրերին Տեր Պետրոսյանը երկար ժամեր անցկացնում էր աշխատասենյակում այդ կնոջ հետ, նրանք վերլուծում էին իրավիճակը, փնտրում էին ելքեր։ Բայց իրականում Տեր Պետրոսյանը արդեն կորցրել էր իշխանության հենարանները, բանակը դեմ էր, ազգային անվտանգությունը դեմ, հասարակությունը շշմած, նա մնացել էր գրեթե մենակ, նա ընտրեց սիրո՞ն, թե իշխանությունը։ Հարցնում է նախկին խորհրդականը, և պատասխանը եկավ 1998 թվականի փետրվարին, երբ Տեր Պետրոսյանը հայտարարեց հրաժարականի մասին, երբ նա ասաց, որ չի կարող շարունակել, քանի որ չունի աջակցություն, բայց արդյոք դա ամբողջ ճշմարտությունն էր։ Անվտանգության ծառայության նախկին բարձրաստիճան աշխատակիցը պատմում է, որ փետրվարի 3-ի գիշերը, հրաժարականից մի քանի ժամ առաջ, Տեր Պետրոսյանը հանդիպեց այդ կնոջ հետ, նրանք խոսեցին ավելի քան 4 ժամ, ըստ աղբյուրի, նա լաց էր լինում, Տեր Պետրոսյանը նույնպես, նրանք հասկանում էին, որ ամեն ինչ վերջանում է, ոչ միայն նրա նախագահությունը, այլև նրանց հարաբերությունը այնպես, ինչպես եղել էր, նա ասաց նրան, որ պետք է հեռանա, հիշում է աղբյուրը, Տեր Պետրոսյանը հասկանում էր, որ նոր իշխանությունը չի թողնի նրան պահպանել այս գաղտնիքը, որ նրանք կօգտագործեն այս տեղեկությունը նրա դեմ, որ միակ ճանապարհը նրան պաշտպանելու համար հեռացնելն է, և նա համաձայնեց, նա հեռացավ Հայաստանից մի քանի օր անց, բայց որ գնաց նա, երկրում գտավ ապաստան, և ամենակարևորը, արդյոք Տեր Պետրոսյանը երբե տեսավ նրան կրկին, հրաժարականից հետո Տեր Պետրոսյանը փակվեց իր տանը Երանում, նա հրաժարվեց հարցազրույցներից, չմասնակցեց քաղաքական միջոցառումներին։ Լյուդմիլայի հետ նրանք շարունակեցին ապրել միասին, բայց ըստ ընտանեկան ծանոթների, նրանց հարաբերությունները դարձան դաշտավայր, նրանք խոսում էին միայն անհրաժեշտության դեպքում, ճաշում էին առանձին, ապրում էին տան տարբեր հատվածներում, Լյուդմիլան երբեք չներեց, ասում է ընտանիքի մերձավոր ընկերը։ Նա չբողոքեց բարձրաձայն, չպահանջեց ամուսնալուծություն, բայց նրա լռությունը ավելի ծանր էր, քան ցանկացած խոսք։ Տեր Պետրոսյանը ապրում էր իր տանը որպես հյուր, նա կորցրել էր ոչ միայն իշխանությունը, այլև ընտանիքը, եւ այն կինը, ում համար նա զոհել էր այդ ամենը, այլևս չկար նրա կյանքում, կամ
Դեռ կար, աղբյուրները հակասական են, ոմանք պնդում են, որ Տեր-Պետրոսյանը երբեք այլևս չտեսավ նրան, որ նրանց հարաբերությունը ավարտվեց հրաժարականի գիշերը, ուրիշները հավաստիացնում են, որ նրանք շարունակեցին հաղորդակցվել գաղտնի, որ Տեր-Պետրոսյանը երբեմն ճանապարհորդում էր արտասահման ոչ թե քաղաքական հանդիպումների, այլ անձնական պատճառներով, 2000 թվականների սկզբին մի քանի անգամ Տեր-Պետրոսյանը նկատվեց Փարիզում, պաշտոնապես նա այնտեղ էր գիտական համաժողովների համար։ Բայց անվտանգության աղբյուրները հիշում են, որ նա մնում էր ոչ թե հյուրանոցում, այլ մասնավոր բնակարանում, ում բնակարանում, ով էր ապահովում այդ գաղտնիությունը նույնիսկ իշխանությունից հեռանալուց հետո, սերը չի մեռնում պարզապես որովհետև դու կորցրել ես պաշտոնը, ասում է հոգեբանը, ով խորհրդատվություն է տվել բարձրաստիճան քաղաքական գործիչներին, երբ մարդիկ կապված են այնքան խորը, ինչպես Տեր-Պետրոսյանը եւ այդ կինը, հարաբերությունը չի կարող պարզապես անհետանալ, նա փոխակերպվում է, դառնում է ավելի գաղտնի, ավելի ցավոտ։ Բայց չի անհետանում, Հայաստանում նոր իշխանությունը փորձեց բացահայտել այս գաղտնիքը, անվտանգության ծառայությունը հետազոտեց Տեր-Պետրոսյանի նախագահության տարիները, նրանք գտան փաստաթղթեր, տեղեկագրեր, ֆինանսական գործարքներ, որոնք կապված էին այդ կնոջ հետ, բայց երբեք ոչինչ չհրապարակվեց, ինչու արդյոք նոր իշխանությունը վախենում էր, որ այս բացահայտումը կարող է վնասել Հայաստանի հեղինակությանը, կամ նրանք օգտագործեցին այս տեղեկությունը որպես լծակ Տեր-Պետրոսյանի դեմ, 2003 թվականին, երբ Տեր-Պետրոսյանը փորձեց վերադառնալ քաղաքականություն, նա հանկարծ դադարեցրեց իր արշավը, պաշտոնական բացատրությունը, անձնական պատճառներ։ Բայց ներսիդերները խոսում են, որ նրան զգուշացրին, եթե շարունակի, որոշակի տեղեկություններ կհրապարակվեն, տեղեկություններ նրա անձնական կյանքի մասին, եւ Տեր-Պետրոսյանը ընտրեց լռությունը։ Արդյոք քաղաքականությունը միշտ այսպես է, արդյոք անձնական գաղտնիքները դառնում են քաղաքական զենք։ Եվ ինչպես մարդը կարող է ապրել, երբ նրա ամենաինտիմ զգացմունքները վերածվում են շանտաժի նյութի, Տեր-Պետրոսյանը շարունակեց ապրել Երանում, նա գրում էր հոդվածներ, հրատարակում գրքեր, բայց նրա աչքերում ընկերները տեսնում էին դատարկություն, մարդ, ով կորցրել էր ամեն ինչ, իշխանությունը, ընտանիքը, սերը, նա դարձել էր ստվեր իր նախկին ինքնության, Լյուդմիլան շարունակեց լինել նրա կողքին, ոչ թե որպես սիրող կին, այլ որպես պարտականություն, նրանք երում էին միասին հազվադեպ հանրային միջոցառումներում, լուսանկարվում էին առանց ժպիտի, պահպանում էին երեսը, բայց ոչ ոք չէր խաբվում, բոլորը գիտեին, որ այս ամուսնությունը վաղուց մեռել էր, բայց ոչ ոք չէր խոսում բարձրաձայն, 2008 թվականին Տեր-Պետրոսյանը կրկին փորձեց վերադառնալ քաղաքականություն, նախագահական ընտրություններ, հանրահավաքներ, հազարավոր աջակիցներ։ Բայց նա պարտվեց, ըստ նրա թիմի անդամների ընտրությունները կեղծված էին, բայց Տեր-Պետրոսյանը չպայքարեց մինչ վերջ, նա ընդունեց պարտությունը շատ արագ, ինչու արդյոք նա հոգնել էր, կամ նրան կրկին սպառնացին բացահայտումներով, մարտի 1-ի դեպքերից հետո, երբ 10 մարդ մահացավ բախումներում, Տեր-Պետրոսյանը փակվեց տանը, նա մեղադրվում էր իրադարձությունների մեջ, թե դատարանը երբեք չապացուցեց նրա մեղքը։ Հասարակական կարծիքը բաժանված էր, ոմանք նրան համարում էին հերոս, ուրիշները դավաճան, բայց ամենակարևորը նա կրկին մնաց մենակ, այդ տարիներին Լյուդմիլան հիվանդացավ, ըստ ընտանեկան աղբյուրների նա ունեցավ լուրջ առողջական խնդիրներ։ Տեր-Պետրոսյանը խնամեց նրան, ոչ թե սիրուց, այլ պարտքի զգացումից, նա գիտեր, որ ինքը պատճառ էր դարձել նրա տառապանքներին, որ նրա ընտրությունները քանդել էին այս կնոջ կյանքը, եւ հիմա, երբ նա հիվանդ էր, նա չկարող էր լքել, բայց գիշերները, երբ Լյուդմիլան քնած էր, Տեր-Պետրոսյանը նստում էր իր աշխատասենյակում, նա նայում էր հին լուսանկարներին, կարդում հին նամակները, հիշում այն օրերը, երբ նա ուներ ամեն ինչ իշխանություն, սեր, ապագա, եւ հիմա ոչինչ, արդյոք արժեր այդ ամենը, ով էր այն կինը, ով փոխեց նրա ճակատագիրը։ Ո՞ր է նա հիմա, արդյոք նա երբ է ափսոսեց, որ մտավ նրա կյանք, կամ նա նույնպես տառապում է ինչ-որ տեղ, հիշելով այն, ինչ կորցրեցին, այս հարցերի պատասխանները մնում են գաղտնիք, քանի որ ոչ Տեր-Պետրոսյանը, ոչ էլ այդ կինը երբեք չեն խոսել հրապարակայնորեն, նրանք պահպանեցին լռությունը 30 տարի, եւ հավանաբար կշարունակեն պահպանել մինչ վերջ, բայց արխիվները խոսում են։ Փաստաթղթերը մնում են, եւ մարդիկ, ովքեր տեսել են, հիշում են, ուստի պատմությունը թե թաքնված դեռ գոյություն ունի, եւ մի օր գուցե ամբողջ ճշմարտությունը կբացահայտվի, բայց մինչ այդ մենք կարող ենք միայն հարցնել, արդյոք սերը արդարացնում է իշխանության կորուստը, արդյոք անձնական երջանկությունը կարող է լինել ավելի կարևոր, քան պետական պարտականությունը, եւ ամենակարևորը, արդյոք մարդը կարող է իսկապես ապրել երկու կյանք միաժամանակ, առանց երկուսն էլ կործանելու։
Տեր-Պետրոսյանի պատմությունը դեռ չի ավարտվել, նա դեռ ապրում է Երանում, դեռ երբեմն հայտնվում է հրապարակում, բայց նրա աչքերում կարելի է տեսնել անցյալը, այն, ինչ կորցրել է, այն, ինչ երբեք չի վերադառնա, իսկ մենք, դիտորդները, կարող ենք միայն կռահել, թե ինչ է իրականում պատահել այն փակ դռների հետում, ինչ զգացմունքներ են ապրել այդ երկու մարդիկ, եւ արդյոք նրանք երբեք ափսոսեցին իրենց ընտրությունների համար։ 30 տարի անց գաղտնիքը դեռ պահպանված է, բայց պատմությունը, ինչպես միշտ, սպասում է իր պահին բացահայտվելու, բայց արխիվներում կան փաստաթղթեր, որոնք երբեք չեն հրապարակվել։ 2010 թվականին, երբ Հայաստանի ազգային արխիվը սկսեց թվայնացնել հին տեղեկագրերը, աշխատակիցները հայտնաբերեցին մի թղթապանակ, որը նշված էր կոդով A1991 հ. Այս թղթապանակը պարունակում էր անվտանգության ծառայության հաշվետվություններ նախագահական պալատի մուտքերի եւ ելքերի մասին, ամսաթվերը, ժամերը, անունները, ամեն ինչ մանրակրկիտ գրանցված, եւ մեկ անուն կրկնվում էր ավելի հաճախ, քան բոլոր մյուսները, ով էր տվել հրահանգ այս փաստաթղթերը չոչնչացնել։ Ինչպես մյուսները, ինչու դրանք մնացին արխիվում որպես լուռ վկայություն, արխիվի նախկին աշխատակիցը, ով պայմանով համաձայնեց խոսել, հիշում է, թե ինչպես նրանց հրահանգվեց այդ թղթապանակը տեղափոխել հատուկ պահոց, մեզ ասացին, որ դա դասակարգված է որպես պետական գաղտնիք, բայց ես տեսա մի քանի էջ, այնտեղ նկարագրված էին հանդիպումներ, որոնք տևում էին ամբողջ գիշեր, զրույցներ, որոնք անվտանգության աշխատակիցները լսել էին դռների հետևից, եւ ամենակարևորը, ֆինանսական փոխանցումներ դեպի արտասահմանյան հաշիվներ, ում հաշիվներ էին դրանք, ինչի համար էին այդ գումարները, երբ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցավ Թավշյա հեղափոխությունը, նոր իշխանությունը խոստացավ բացել բոլոր հին գաղտնիքները, մարդիկ սպասում էին բացահայտումների։ Բայց երբ հարցրին Տեր-Պետրոսյանի նախագահության մասին, պատասխանը եղավ անորոշ, որոշակի փաստաթղթեր դեռ ուսումնասիրվում են, ինչու այդ փաստաթղթերը դեռ չեն հրապարակվել, ով է շարունակում պաշտպանել այս գաղտնիքը նույնիսկ 30 տարի անց, պատասխանը, հավանաբար, ավելի բարդ է, քան պարզ քաղաքական շանտաժ։ Քանի որ այս պատմությունը կապված է ոչ միայն Տեր-Պետրոսյանի հետ, այն կինը, ով 30 տարի մնաց թվերում, ունի իր սեփական պատմությունը, եւ այդ պատմությունը, ըստ աղբյուրների, շատ ավելի բարդ է, քան պարզ սիրային ռոման, նախկին դիվանագետը, ով աշխատել է Տեր Պետրոսյանի վարչակազմում, հիշում է մի զրույց, որը լսել է պատահականորեն 1995 թվականին միջազգային համաժողովից հետո, երբ բոլորը հեռացել էին, նա մոռացել էր իր պայուսակը եւ վերադարձել է դահլիճ։ Աշխատասենյակներից մեկում լույս էր վառ, նա մոտեցավ եւ լսեց ձայներ, Տեր-Պետրոսյանի ձայնը եւ կնոջ ձայնը, նրանք խոսում էին ռուսերեն, դու չես կարող այսպես շարունակել, ասում էր կինը, նրանք կիմանան, եւ երբ իմանան, ամեն ինչ կավարտվի, Տեր-Պետրոսյանի պատասխանը եղավ լուռ, հետո ես գիտեմ, բայց ես չեմ կարող ընտրել, ինչ էր նշանակում այդ զրույցը, ինչ էին նրանք թաքցնում, որ այդքան վախենում էին բացահայտումից, արդյոք դա միայն անձնական հարաբերություն էր, թե ինչ-որ ավելի խորը գաղտնիք, անվտանգության ծառայության նախկին բարձրաստիճան աշխատակիցը պատմում է մեկ այլ դրվագ, 1996 թվականին, նախագահական ընտրություններից անմիջապես հետո, Տեր-Պետրոսյանը ստացավ սպառնալիք, անանուն նամակ, որտեղ գրված էր մենք գիտենք քո գաղտնիքը, եթե չհրաժարվես կհրապարակենք, անվտանգության ծառայությունը սկսեց հետաքննություն, բայց Տեր-Պետրոսյանը անձամբ հրամայեց դադարեցնել, նա ասաց, որ դա անիմաստ է, հիշում է աղբյուրը։ Բայց մենք տեսանք նրա աչքերում վախը, նա գիտեր, որ սպառնալիքը իրական է, ով էր ուղարկել այդ նամակը, ընդդիմությունը, թե ինչ-որ մեկը իշխանության ներսից, եւ ամենակարևորը, ինչպես նրանք իմացան այն, ինչ այդքան խստորեն պահպանվում էր, պատասխանը, հավանաբար, կայանում է նրանում, որ գաղտնիքներ Հայաստանում երբեք լիովին չեն պահպանվում, փոքր երկիր, որտեղ բոլորը ճանաչում են բոլորին, որտեղ անվտանգության աշխատակիցները խոսում են իրենց ընտանիքների հետ, որտեղ պալատի աշխատակիցները կիսվում են բամբասանքներով ընկերների հետ, եւ աստիճանաբար բառ առ բառ գաղտնիքը տարածվում է, բայց ինչու՞։ Այն երբեք չհրապարակվեց պաշտոնապես, ինչու՞։ Ոչ մի թերթ, ոչ մի հեռուստաալիք երբեք չտպեց կամ չհեռարձակեց այս պատմությունը։ Լրագրող, ով 1990-ականներին աշխատում էր Երանի խոշորագույն թերթերից մեկում, հիշում է, թե ինչպես նրանք պատրաստեցին հոդված այս թեմայով։ Մենք ունեինք աղբյուրներ, ունեինք փաստեր, նույնիսկ լուսանկարներ, որոնք ցույց էին տալիս այդ կնոջը նախագահական մեքենայում, բայց երբ հոդվածը պատրաստ էր տպագրության, խմբագիրը զանգ ստացավ, մենք երբեք չիմացանք,
թե ով էր զանգահարել, բայց հոդվածը երբեք չտպվեց, եւ ինձ խորհուրդ տվեցին փոխել թեման, ճնշումը գալիս էր ոչ միայն վերից, հասարակությունն էլ չէր պատրաստ, Հայաստանը պահպանողական երկիր է, ընտանեկան արժեքները սուրբ են, եւ գաղափարը, որ առաջին նախագահը մարդը ով տարավ երկիրը դեպի անկախություն, կարող էր ունենալ գաղտնի հարաբերություն, շատերի համար անընդունելի էր, մարդիկ չէին ուզում հավատալ, ասում է սոցիոլոգը, ով ուսումնասիրել է հայկական հասարակությունը։ Նրանք նախընտրում էին մտածել, որ դա պարզապես բամբասանք է, քանի որ ճշմարտությունը շատ ցավոտ էր, բայց ճշմարտությունը, անկախ նրանից ընդունված է թե ոչ, շարունակում է գոյություն ունենալ, եւ այն մարդիկ, ովքեր ապրել են այդ իրադարձությունները, կրում են այդ բեռը մինչ օրս։ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը երբեք չխոսեց հրապարակայնորեն, նա երբեք չտվեց հարցազրույց իր ամուսնության մասին, բայց նրա մերձավոր ընկերուհիները հիշում են, թե ինչպես նա փոխվեց այդ տարիներին, նա դարձավ ավելի փակ, ասում է մեկը, նա այլևս չէր ժպտում այնպես, ինչպես առաջ, երբ մենք հարցնում էինք, նա ասում էր, որ ամեն ինչ լավ է, բայց մենք տեսնում էինք նրա աչքերում ցավը։ Ընտանեկան ընկերները հիշում են մի դեպք, որը տեղի ունեցավ 2000 թվականին, Լյուդմիլան հրավիրված էր ընկերուհու ծննդյան օրվա տոնակատարությանը, երեկոյի ընթացքում մեկը հարց տվեց, ինչպես է զգում իրեն հիմա, երբ Լոնը այլևս նախագահ չէ։ Լյուդմիլան լուռ մնաց մի քանի վայրկյան, հետո ասաց, գուցե։ Հիմա ես ավելի շատ ունեմ ամուսին, քան երբ նա նախագահ էր, բոլորը ծիծաղեցին, բայց նրա ձայնում չկար ծիծաղ, կար դառնություն, արդյոք Լյուդմիլան երբ է ներեց, արդյոք նրանք երբ է խոսեցին իրական խոսակցությամբ այն մասին, ինչ պատահեց, թե նրանք պարզապես ընտրեցին ապրել լռությամբ, պահպանելով երեսը հանրության առջև, ընտանեկան հոգեբանը, ով խորհրդատվություն է տվել բազմաթիվ քաղաքական ընտանիքների։ Բացատրում է, երբ դավաճանությունը տեղի է ունենում այդպիսի բարձր մակարդակում, երբ ամբողջ երկիրը գիտի կամ կասկածում է, զոհը հայտնվում է անհնար իրավիճակում, եթե նա բողոքի, նա դառնում է հանրային ծաղրի առարկա, եթե լռի, նա ներսից մարում է։ Շատ կանայք ընտրում են երկրորդը, պահպանելու ընտանիքը, երեխաներին, հասարակական դիրքը, բայց ինչ գնով, ինչ է պատահում մարդու հոգուն, երբ նա ապրում է տարիներ այդպիսի ցավով, Դավիթ Տեր-Պետրոսյանը, Լոնի եւ Լյուդմիլայի որդին, երբեք չի խոսել հրապարակայնորեն ծնողների հարաբերությունների մասին, նա պահպանել է ընտանեկան գաղտնիքները, բայց նրա մերձավոր ընկերները հիշում են, թե ինչպես նա տառապում էր, Դավիթը տեսնում էր ամեն ինչ, ասում է մեկը, նա տեսնում էր, թե ինչպես մայրը լուռ տառապում է։ Ինչպես հայրը փակված է իր աշխարհում, նա փորձեց միավորել նրանց, բայց ինչպես կարող է երեխան ուղղել այն, ինչ ծնողները քանդել են, երեխաները միշտ են վնասվում ծնողների կոնֆլիկտներից, նույնիսկ երբ ծնողները փորձում են թաքցնել, նույնիսկ երբ նրանք չեն խոսում բարձրաձայն, լռությունը երբեմն ավելի բարձրաձայն է, քան գոչյունները, իսկ այն կինը, հատուկ խորհրդականը, ինչ եղավ նրան, աղբյուրները հակասական են, ոմանք ասում են, որ նա ամուսնացավ եւ տեղափոխվեց Եվրոպա, ուրիշները պնդում են, որ նա մնաց Հայաստանում, բայց փոխեց անունը եւ ապրում է լրիվ գաղտնի կյանքով, երրորդները հավաստիացնում են, որ նա մահացել է մի քանի տարի առաջ, բայց ամենահետաքրքիրը մեկ այլ տարբերակն է, ըստ մի աղբյուրի, ով պնդում է, որ ճանաչում է նրան, այդ կինը դարձել է հաջող բիզնեսվումեն, նա ապրում է արտասահմանում, ունի իր ընկերությունը եւ երբեք չի վերադարձել Հայաստան։ Նա ջնջեց իր անցյալը, ասում է աղբյուրը, նա սկսեց նոր կյանք, կարծես Հայաստանը երբեք չի եղել, բայց արդյոք հնարավոր է ջնջել այդպիսի անցյալը, արդյոք մարդը կարող է մոռանալ այն, ինչ ապրել է, սերը, իշխանությունը, գաղտնիքները, թե այդ հիշողությունները հետապնդում են նրան ամեն գիշեր, հոգեբանները ասում են, որ մարդիկ, ովքեր ապրել են այդպիսի ինտենսիվ գաղտնի հարաբերություններ, երբեք լիովին չեն ազատվում, հիշողությունները մնում են, զգացմունքները թեթաղված, շարունակում են գոյություն ունենալ, եւ երբեմն անսպասելի պահերին դրանք վերադառնում են, արդյոք Տեր-Պետրոսյանը դեռ մտածում է նրա մասին, արդյոք նա ափսոսում է իր ընտրությունների համար, թե նա համարում է, որ արեց ճիշտ բանը, հեռացնելով նրան իր կյանքից, որպեսզի պաշտպանի նրան, այս հարցերի պատասխանները մենք երբեք չենք իմանա, քանի որ Տեր-Պետրոսյանը, ինչպես միշտ, լռում է, նա պահպանել է գաղտնիքը 30 տարի։ Եվ հավանաբար կպահպանի մինչ վերջ, բայց պատմությունը թեթակնված շարունակում է ապրել, արխիվներում, հիշողություններում, բամբասանքներում, եւ մի օր, գուցե, երբ բոլոր հիմնական դերակատարները այլևս չլինեն, ճշմարտությունը կբացահայտվի, մինչ այդ մենք կարող ենք միայն մտորել, արդյոք սերը արդարացնում է դավաճանությունը, արդյոք իշխանությունը տալիս է իրավունք ապրել կրկնակի կյանք, եւ ամենակարևորը, ով է իրականում տառապում ավելի շատ, նա, ով դավաճանվեց, թե նա, ով դավաճանեց, Լյուդմիլան շարունակում է ապրել Երանում, նա հազվադեպ է երում հրապարակում, երբ լրագրողները փորձում են մոտենալ, նա մերժում է խոսել, նրա լռությունը դարձել է նրա պաշտպանությունը, նրա ուժը։
Տեր Պետրոսյանը նույնպես շարունակում է իր կյանքը, նա գրում է, ընթերցում է, երբեմն հայտնվում քաղաքական միջոցառումներում, բայց նրա աչքերում կարելի է տեսնել հեռավորությունը, կարծես նա ապրում է ոչ թե այստեղ, այլ ինչ-որ այլ տեղ, իր հիշողություններում, եւ մենք, դիտորդները, կարող ենք միայն կռահել, թե ինչ է իրականում պատահել, ինչ զգացմունքներ են ապրել այդ երեք մարդիկ, Լոնը, Լյուդմիլան եւ այն կինը, եւ արդյոք նրանցից որը մեկը երբեք գտավ խաղաղություն, 30 տարի անց գաղտնիքը դեռ պահպանված է, բայց ժամանակը, ինչպես միշտ, բացահայտում է ամեն ինչ, եւ գուցե շուտով մենք իմանանք ամբողջ ճշմարտությունը, կամ գուցե ոչ։ Գուցե որոշակի գաղտնիքներ պետք է մնան գաղտնիք, որովհետեւ ճշմարտությունը երբեմն ավելի ցավոտ է, քան անգիտությունը, բայց մեկ բան հաստատ է, այս պատմությունը փոխեց 3 կյանք եւ ազդեց ամբողջ երկրի վրա։ Քանի որ երբ առաջնորդը կորցնում է իր ուղին անձնական զգացմունքների մեջ, ազդեցությունը տարածվում է շատ ավելի հեռու, քան նրա սեփական կյանքը։ Արդյոք Հայաստանի պատմությունը կարող էր լինել այլ, եթե Տեր Պետրոսյանը չհանդիպեր այդ կնոջը, արդյոք նա կմնար իշխանության ավելի երկար, արդյոք Արցախի հարցը կլուծվեր այլ կերպ։ Այս հարցերը մնում են առանց պատասխանի, բայց դրանք հարցեր են, որոնք պետք է տանք մեզ որպես հասարակություն, քանի որ պատմությունը կրկնվում է, եւ եթե մենք չսովորենք դասերը, մենք դատապարտված ենք կրկնելու նույն սխալները։ Տեր Պետրոսյանի պատմությունը դաս է մեզ բոլորի համար, իշխանության, սիրո, դավաճանության եւ հետանքների մասին, դաս այն մասին, որ ամեն ընտրություն ունի իր գինը, եւ երբեմն այդ գինը շատ ավելի բարձր է, քան մենք կարող ենք պատկերացնել, բայց 2012 թվականին տեղի ունեցավ ինչ-որ բան, որը փոխեց ամեն ինչ։ Տեր Պետրոսյանը, ով տարիներ շարունակ մնացել էր քաղաքական ստվերում, հանկարծ վերադարձավ, նա ստեղծեց Հայ ազգային կոնգրես կուսակցությունը, սկսեց հանրահավաքներ, խոսեց բարեփոխումների մասին, բայց նրա վերադարձը տարբեր էր, նա այլևս չուներ այն կրքը, որ ուներ 1990-ականներին։ Նրա ելույթները, թե խելացի, չունեին այն հուզականությունը, կարծես նա կատարում էր պարտականություն։ Ոչ թե հետում իր սրտին, նրա թիմի անդամները նկատեցին այս փոփոխությունը, նա այլևս նույն Լոնը չէր, ասում է նախկին խորհրդականը, նա խոսում էր ճիշտ բառերը, բայց նրա աչքերում չկար հավատը, կարծես նա արդեն գիտեր, որ պարտված է, բայց շարունակում էր խաղալ։ Ինչու է մարդը, ով կորցրել էր ամեն ինչ, դեռ փորձում էր վերադառնալ քաղաքականություն, արդյոք նա փնտրում էր փրկություն, թե պարզապես չգիտեր, թե ինչ անել իր կյանքով։ Այդ տարիներին Լյուդմիլայի առողջությունը վատթարացավ, նա հազվադեպ էր լքում տունը, ընտանեկան բժիշկը հաճախ այցելում էր, բայց Տեր Պետրոսյանը շարունակում էր իր քաղաքական գործունեությունը։ Նա ավելի շատ ժամանակ անցկացնում էր կուսակցության գրասենյակում, քան տանը, արդյոք սա էր նրա ձը խուսափելու իրականությունից, թե նա պարզապես չկարողանում էր նստել տանը եւ դիմակայել այն, ինչ քանդել էր։ 2013 թվականի ձմեռը Երանում անսովոր ցուրտ էր, Լյուդմիլան ծանր հիվանդացավ, բժիշկները խորհուրդ տվեցին հիվանդանոց տեղափոխել, բայց նա հրաժարվեց։ Ես ուզում եմ մեռնել իմ տանը, ասաց նա ընտանեկան բժշկին։ Տեր Պետրոսյանը վերջապես դադարեցրեց քաղաքական հանդիպումները, նա մնաց տանը, խնամեց կնոջը, բայց ըստ ընտանեկան ծանոթների նրանք գրեթե չխոսեցին, Լյուդմիլան պառկած էր անկողնում, Տեր Պետրոսյանը նստում էր աթոռին նրա կողքին, նրանք լռում էին։ 30 տարվա ամուսնություն, եւ վերջում միայն լռություն։ Մարտի սկզբին Լյուդմիլայի վիճակը կայունացավ, նա նույնիսկ կարողացավ վեր կենալ անկողնուց։ Մի օր, երբ Տեր Պետրոսյանը բերեց նրան թեյ, Լյուդմիլան նայեց նրան եւ ասաց. «Գիտես, ինչու ես երբեք չհեռացա»։ Տեր Պետրոսյանը լռեց։ Որովհետեւ ես սիրում էի քեզ ավելի, քան դու ինձ, եւ երբ դու սիրում ես ավելի շատ, դու ընդունում ես ցավը, դա վերջին անգամն էր։ Երբ նրանք խոսեցին այս թեմայով, բայց Լյուդմիլան չմեռավ, նա ապաքինվեց, եւ կյանքը շարունակվեց նույն լռությամբ, նույն հեռավորությամբ։ Ընտանեկան հոգեբանները ասում են, որ երբեմն մարդիկ շարունակում են ապրել միասին ոչ թե սիրուց, այլ սովորությունից, կամ վախից մենակ մնալուց, կամ պարզապես որովհետեւ չգիտեն, թե ինչ անել այլ կերպ։ Իսկ այն կինը, հատուկ խորհրդականը, 2015 թվականին մի անանուն աղբյուր ուղարկեց նամակ Երանի մի թերթին։ Նամակում գրված էր, որ այդ կինը ապրում է Փարիզում, որ նա ամուսնացած է ֆրանսիացու հետ, ունի 2 երեխա, աշխատում է միջազգային կազմակերպությունում եւ երբեք չի վերադարձել Հայաստան։ Թերթը փորձեց ստուգել այս տեղեկությունը, բայց չգտավ որ է հաստատում, անունը, որը նշված էր նամակում, չգտնվեց Փարիզի հասցեագրքերում։ Կարծես այդ կինը իսկապես անհետացել էր, բայց 2017 թվականին տեղի ունեցավ ինչ-որ բան, որը կրկին բերեց այս պատմությունը մակերես։ Տեր Պետրոսյանը ճանապարհորդեց Փարիզ գիտական համաժողովի համար, նա մնաց այնտեղ 5 օր, պաշտոնական ծրագիրը ներառում էր 3 օր, մնացած 2 օրերի մասին ոչ մի տեղեկություն չկա։
Նրա ուղեկցող անվտանգության աշխատակիցը հիշում է, որ այդ 2 օր Տեր-Պետրոսյանը հեռացավ հյուրանոցից առավոտյան և վերադարձավ երեկոյան, նա չբացատրեց, թե որտեղ էր, ում հետ հանդիպեց, ինչ արեց, նա վերադարձավ այլ տրամադրությամբ, ասում է անվտանգության աշխատակիցը, նա ավելի հանգիստ էր։ Կարծես ինչ-որ բեռ իջավ նրա ուսերից, արդյոք Տեր-Պետրոսյանը հանդիպեց նրան, արդյոք նրանք խոսեցին վերջին անգամ, արդյոք նրանք փակեցին այն գլուխը, որը բաց էր մնացել 30 տարի, մենք երբեք չենք իմանա, քանի որ Տեր-Պետրոսյանը ինչպես միշտ, լռում է, և եթե այդ կինը իսկապես ապրում է Փարիզում։ Նա նույնպես պահպանում է լռությունը, բայց պատմությունը ունի իր սեփական կյանքը, նա շարունակում է ապրել մարդկանց հիշողություններում, արխիվներում, գաղտնի փաստաթղթերում, և մի օր, երբ բոլոր հիմնական դերակատարները այլևս չլինեն, գուցե ինչ-որ մեկը համարձակվի պատմել ամբողջ ճշմարտությունը, մինչ այդ մենք ապրում ենք այս գաղտնիքի հետ, գաղտնիք, որը ձավորեց Հայաստանի պատմությունը, որը քանդեց մի ընտանիք, որը փոխեց 3 կյանք, և որը դեռ շարունակում է ազդել մինչ օրս, արդյոք։ Տեր-Պետրոսյանը ափսոսում է, արդյոք։ Նա կցանկանար վերադառնալ ժամանակում և ընտրել այլ կերպ, թե՞։ Նա համարում է, որ սերը, նույնիսկ գաղտնի և արգելված, արժեր այն ամենը, ինչ կորցրեց, այս հարցերը մնում են օդում, բայց դրանք հարցեր են, որոնք յուրաքանչյուր մարդ պետք է տա իր սեփական կյանքում, քանի որ սերը, իշխանությունը, դավաճանությունը, դրանք ունիվերսալ թեմաներ են, դրանք տեղի են ունենում ամեն տեղ, ամեն ժամանակ։ Ամեն մակարդակում Տեր-Պետրոսյանի պատմությունը պարզապես ավելի տեսանելի է, քանի որ նա էր հանրային դեմք, բայց նույն պատմությունները տեղի են ունենում անհամար տների մեջ, անհամար ընտանիքների մեջ, մարդիկ ընտրում են սիրո և պարտականության միջև, կրքի և հավատարմության միջև, և յուրաքանչյուր ընտրություն ունի իր հետանքները։ Հիմա, երբ Տեր-Պետրոսյանը մոտենում է իր կյանքի վերջին տասնամյակներին, նա ապրում է հանգիստ կյանքով, նա գրում է հոդվածներ, ընթերցում է գրքեր, երբեմն հայտնվում է քաղաքական միջոցառումներում, բայց նրա դերը այլևս կենտրոնական չէ, նա դարձել է պատմության մաս, մարդ, ով մի ժամանակ տարավ երկիրը դեպի անկախություն, բայց ով նա կորցրեց ամեն ինչ, իշխանությունը, ընտանիքը, հարգանքը։ Լյուդմիլան շարունակում է ապրել նրա հետ, նրանք դեռ ամուսնացած են, դեռ կիսում են նույն տունը, բայց ըստ ընտանեկան ծանոթների, նրանք ապրում են որպես օտարներ, յուրաքանչյուրը իր սենյակում, յուրաքանչյուրը իր աշխարհում, միավորված միայն անցյալով, որը չեն կարող փոխել, և այն կինը, հատուկ խորհրդականը, նա մնում է ստվերում, անուն առանց դեմքի, պատմություն առանց ավարտի, գաղտնիք, որը երբեք լիովին չի բացահայտվի, բայց գուցե դա ճիշտ է։ Գուցե որոշակի գաղտնիքներ պետք է մնան գաղտնիք, որովհետև երբեմն ճշմարտությունը չի բերում փրկություն, երբեմն նա միայն ավելացնում է ցավը։ Տեր-Պետրոսյանի պատմությունը դաս է մեզ բոլորի համար, դաս այն մասին, որ ամեն ընտրություն ունի իր գինը, որ իշխանությունը և սերը հազվադեպ են համատեղվում, որ գաղտնիքները, որքան էլ լավ պահպանված լինեն, միշտ գտնում են իրենց ճանապարհը դեպի լույս, և ամենակարևորը, որ մարդկային զգացմունքները, անկախ պաշտոններից և իշխանությունից, մնում են նույնը։ Մենք բոլորս փնտրում ենք սեր, բոլորս ուզում ենք հասկացվել, բոլորս կատարում ենք սխալներ, և բոլորս ապրում ենք հետանքների հետ։ Տեր-Պետրոսյանի պատմությունը դեռ չի ավարտվել, նա դեռ ապրում է, դեռ շնչում է, դեռ կրում է իր գաղտնիքները, և երբ նա վերջապես հեռանա, գուցե ինչ-որ մեկը համարձակվի պատմել ամբողջ ճշմարտությունը, կամ գուցե ոչ, գուցե այս գաղտնիքը կմնա հավերժ, թաղված արխիվներում, պահված հիշողություններում, ապրող միայն բամբասանքներում և կասկածներում, բայց մեկ բան հաստատ է, այս պատմությունը փոխեց Հայաստանի պատմությունը, և նա շարունակում է ազդել մինչ օրս, քանի որ երբ առաջնորդը ընտրում է սիրո և իշխանության միջև, ազդեցությունը տարածվում է շատ ավելի հեռու, քան նրա սեփական կյանքը, արդյոք։ Տեր-Պետրոսյանը կրկին կընտրեր նույնը, արդյոք նա կհանդիպեր այդ կնոջը, գիտենալով, թե ինչ կլինի, թե նա կխուսափեր, կպահպաներ իր ընտանիքը, իր իշխանությունը, իր հեղինակությունը, մենք երբեք չենք իմանա, բայց հարցը մնում է, արդյոք սերը արժե այն ամենը, ինչ մենք կորցնում ենք դրա համար, արդյոք կրքը կարող է արդարացնել դավաճանությունը, և արդյոք մարդը կարող է իսկապես ապրել 2 կյանք միաժամանակ, առանց երկուսն էլ կործանելու։ 30 տարի անց այս հարցերը դեռ պատասխան չունեն, և գուցե երբեք չունենան, քանի որ սերը, իշխանությունը, դավաճանությունը դրանք բարդ են, դրանք չունեն պարզ պատասխաններ, դրանք ապրում են մեր սրտերում, մեր մտքերում, մեր ընտրություններում։ Եվ Տեր-Պետրոսյանի պատմությունը, գաղտնի սիրո, կորցրած իշխանության և 30 տարվա լռության պատմությունը, շարունակում է մնալ որպես հիշեցում այն մասին, որ մենք բոլորս, անկախ մեր պաշտոններից, մնում ենք պարզապես մարդիկ, մեր թուլություններով, մեր սխալներով, մեր գաղտնիքներով։